Մենք բոլորս գիտենք, որ սեռական կյանքը նվազեցնում է ստրեսը, տալիս է դրական էմոցիաներ, դրական տրամադրվածություն եւ դա շատ կարեւոր գործոն է ավելի որակյալ կյանք ունենալու։ Ինչ խոսք մեր օրերում մարդիկ վարում են սակավաշարժ կենսակերպ, ընդհուպ ծայրահեղ աստիճանի հասնող։ Եվ շատ դեպքերում մենք լսում ենք կարծիք, ասում են, դե եթե սակավաշարժ կենսակերպով ես ապրում, ապա գոնե պետք է սեռական հարաբերություններ ունենաս, որպեսզի այրես այդ կալորիաները։ Ինչ կասեք այդ առումով։ Շատ կարևոր հարց տվեցիք, բայց ես այսպեսի զուգահեռ անցկացնեմ այն մարդիկ, որոնք սակավ շարժունակ կենսակերպ են վարում, նրանք սակավ սեռական կյանք են վարում։ Սովորաբար ակտիվ սեռական կյանք վարող մարդիկ նաև ֆիզիկապես ակտիվ են եւ ես ասեմ ավելին, ես նույնիսկ այդպես իմ անձնական հետազոտությունները ունեմ, բուժառուներին միշտ հարցնում եմ եւ սեռական կյանքի նորմալ ակտիվությունից եւ հարցնում եմ ֆիզիկա բոլոր այն մարդիկ, որոնք ակտիվ սեռական կյանք են վարում, նրանք ամեն օր քայլում են 4 կիլոմետր, հաճախում են տարբեր ֆիթնես ակումբներ, մարզասրահներ, այսինքն անկախ նրանից, որ իրենց շարժման միջոցը նաեւ մեքենան է, բայց ավտոմեքենան, բայց իրենք շատ ակտիվ կյանք են վարում։ Այսինքն սեռական կյանքը ինքը կարծես դրթում է ավելի ակտիվ եւ ֆիզիկապես եւ մտավոր, հա, կյանք վարելու, որովհետեւ եւ կոգնիտիվ ֆունկցիան է լավացնում սեռական կյանքը։ Որովհետեւ շարժունակ մարդու արյան մեջ բարձր է այն հիմնական հորմոնը, որը պատասխանատու է սեռական ակտիվության համար, սերոտոնինը եւ նաեւ տեստոստերոնը, որը ապահովում է սեռական ակտիվությունը եւ երջանկության հորմոնը եւ սեռական ակտիվության հորմոնը, այո։